Մենք հաշտոմի զավակներ ենք, չենք վախի, անր փորձանքներից չենք փախչի, մենք դեռ փոքրուց մեզ սիրել ենք քաջություն, ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 20 եւ ավելի տարիներ իր հոգեվոր ծառայությունը բերած ՀՀ զինված ուժերի հոգեվոր առաջնորդությունը լուծարվել է։ Բանակում ծառայող հոգեվորականը դադարում է լինել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը։ Չնայած հոգեվոր կրթության պահանջը պարտադիր է, սակայն հետայսուն նա ներկայանում է որպես սպա ու ենթարկվում ՀՀ զու բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։ Հոգեվոր առաջնորդությունը կարևորագույն առաքելություն է իրականացրել զինված ուժերում։ Գնդերեցները ոչ միայն հոգեվոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցել, եղել բանակի սիրտը։ Քանաքերի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեվոր սպասավոր Տեր Պսակ Քահանա Մկրտչյանը, ով տարիներ շարունակ հոգեվոր ծառայություն է իրականացրել որպես գնդերեց, ասում է. «ՊՆ-ի որոշումը ցավի ու ափսոսանքի զգացողություն է առաջացրել։ Տարիների վաստակը մի կողմ դրվեց»։ Բոլորն էլ տղաներն էլ, ովքեր տարբեր զորամասերում իրականացնում էին իրենց հոգեվոր ծառայությունը, այդ ցավի ու նաև ափսոսանքի մեծ զգացումը երկար ժամանակ իրենց հետ կտանեն, որովհետև մտերմություն էր ստեղծվել զինվորների հետ, սպաների հետ, ովքեր անմիջական շփում ունեին մեզ հետ եւ մենք էլ իրենց հետ, ափսոսանքն է ուղղակի, որ մենք այլևս չենք կարողանալու իմ մոտո սերտ հարաբերություն, առնչություն, զրույց, շփում ունենալու մեր զինվորի հետ, մեր սպայի հետ, մեր ամենօրյա ծառայությունը այլևս որ սովորել ենք արդեն տարիներ շարունակ իրականացնել, մի տեսակ ընդհատվեց։ Գնդերեցները երբեք չեն խառնվել քաղաքական գործընթացներին, եղել են սպայի ու զինվորի կողքին։ Ես չեմ կարծում որևէ մի զինվորական բարձրաստիճան նույնիսկ այնպիսի զինվորականներ, որոնք ի պաշտոնե առնչվել են գնդերեցների հետ, կարող են փաստել, որ գնդերեցներից որևէ մեկը ինչ-որ քաղաքական այսպես գործընթաց է ծավալել կամ մասնակից է եղել դրան։ Բնավ։ Փորձել են ճնշել այս ընթացքում, համոզել գնդերեցներին, որ միանան եկեղեցու դեմ արշավին։ Միայն 4-ն են համաձայնել։ Մեր տղաները հաստատակամ են, ես բազմիցս ասել եմ, իրենք ապացուցեցին հայ հոգևորականի, հայ տղամարդու իրական կերպար լինելը, որովհետև որևէ ճնշում, որևէ այսպես ասած նաև համոզումներ, չազդեցին նրանց որոշման վրա, իրենք հաստատ մնացին իրենց որոշման մեջ, հավատարիմ եկեղեցու ուխտին, հավատարիմ եկեղեցու նվիրապետությանը եւ հավատարիմ վեհապար հայրապետին։ Տեր Պսակը սպասում է, որ կարող են գնդերեցների նկատմամբ էլ քրեական հետապնդում հարուցել։ Ասում եմ, որպես մարդ հնարավոր է մտավախություն լինի, բայց որպես հոգևորական պատրաստ են գնալ փշոտ ճանապարհով։ Նեղությունները կգնան, բայց վստահաբար այդ նեղությունների միջից հոգևորականը ավելի ուժեղացած, ավելի պնդացած, ավելի ամրացած, իր հավատի մեջ ավելի համոզված պիտի դուրս գա։ Եթե պիտի հալածեն, թող հալածեն, մենք պատրաստ ենք, որևէ խնդիր չկա։ Տեր Տրդատ Քահանա Գևորգյանն էլ է սպասել, որ ՊՆ-ն այս քայլին կգնար, ասում եմ, գնդերեցների նկատմամբ բանակում արդեն փոփոխվել էին տրամադրությունները։ Անձնական ցավ է համարում իր համար Սուրեն Պապիկյանի այս որոշումը։ Մենք մի մեծ ընտանիք ենք, թե հոգևոր առաջնորդությունը այդպիսին մի մեծ ընտանիք էր, կայացած ընտանիք էր, թե մենք յուրաքանչյուրս անհատապես զորամասերում էլի մեծ ընտանիք էինք, լավ ու վատ օրեր էինք տեսել միասին ու ցավալի էր այդ ընտանիքից գտել։ Անկեղծ ասած կարճ կբնութագրեմ այդ առաջին հենց հրամանը, որ կարդացի տեսա, կարծես մի շատ հարազատ մարդու կորցրած լինեի։ Ու հիմա էլ այդ զգացողությունն է մեջս։ Տեր Տրդատը սահմանամետ զորամասերում է հոգևոր ծառայություն իրականացրել, պատերազմի ժամանակ զինվորի կողքին եղել, անգամ մկրտություն արել։ Գնդերեց զինվոր կապը շատ ամուր է եղել։ Եթե անգամ զինվորն ամաչել է խոսել իր հոգեվիճակի մասին, գնդերեցը զգացել է, թե զինվորն ինչ վիճակում է։ Տեր հայրն ասում է, կարծես աչքով կանչեր հոգևորականին։ Երբ որ ինչ-որ
ընկճված զինվոր կար, ինքը կարծես քեզ արդեն աչքերով կանչում էր դեպի քեզ։ Եթե ինքն էլ չէր ամաչում էր մոտենալ քեզ, ինչ որ իր խնդրով անել, բայց ինքը կանչում էր քեզ։ Դու մոտենում էր, հետ խոսում էր, իր խնդրին ծանոթանում էր եւ փորձում էր ճիշտ լուծում տալ իր խնդրին։ ՊՆ չի գնացել Տեր Տրդատը, միայն սարկավագներին են կանչել, բայց զորամասի հրամանատարներն են մոտեցել, փորձել հասկանալ, դեմ դուրս կգան վեհապարին։ 10 տարիների ընթացքում երբեք ես ինքս ասեմ ու մեր գնդերեսները որևէ քաղաքական process-ի չենք մասնակցել, որևէ ցույցի, որևէ օրակարգի մասնակցություն չենք ունեցել, բայց եթե արդեն հարցը դրվեց այնպես, որ պետք է կամ ձեր հավատարմությունը հայտնեք բարենորոգման ճակատի մեջ ասած այդ ծրագրին կամ ձեր դիրքորոշումը ասեք, մենք հստակ մեր դիրքորոշումը ասացինք, որ այսքան ժամանակ որևէ գործընթացի չենք մասնակցել, բայց եթե ընտրության կարիք կա, ապա մենք միշտ հավատարիմ ենք մնալու Մարիաթորին տված մեծ ուխտին, մեր ուխտին։ Անձնական ցավ է ապրում, որ իր հոգևոր եղբայրներից մի քանիսը միացել են եկեղեցու դեմ արշավին։ Ասում եմ, էլի կմնան հոգևոր եղբայրներ, բայց նրանց մտքերն արդեն տարբեր ճանապարհով են գնում։ Գնդերեսները հանդիպել են վեհապար Հայրապետի հետ։ Վեհապարն ասել է, պետք է մնան աղոթող հայ զինվորի ու հայոց բանակի համար։ Պետք է նեղացած որդու նման թողենք ասենք վերջալևս չենք աղոթում բանակի համար, այլ պետք է մենք շարունակենք մեր աղոթքը, մշտապես հիշենք մեր բանակին։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց պարտապանած, եւ մի տանինս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյե արքայություն, եւ զորություն, եւ փառք հավիտյանս ամեն,